Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Ուտրեխտի համալսարանի հետազոտող քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Բարև ձեզ։ Անձամբ Թրամփի եւ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը տարածաշրջանում նկատի ունեմ Հարավային Կովկասը եւ նաեւ Հայաստանը ինչով է պայմանավորված եւ նաեւ Վենսը այստեղ Հայաստանում գտնվելու ընթացքում ինչու՞ չէ նաեւ Բաքվում հայտարարում էր խաղաղության մասին, որ խաղաղությունը շատ կարեւոր է, Հայաստանին գիտեք արդեն նաեւ որոշակի ռազմական բաղադրիչի է անցնում համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ, երբ դրոններ են տրամադրում եւ Վենսն ասաց, որ խաղաղությունը պիտի նաեւ ապահովել, այսինքն նկատի ուներ հենց այդ եղանակով ֆինանսավորելով որոշակի ռազմական տեխնիկան նկատի ունենալով։ Ինչով է պայմանավորված այդ հետաքրքրությունը, թե տարածաշրջանով, թե Հայաստանով։ Իրենք տեսան, որ կարող են ինչ որ չափով միջամտել եւ այստեղ կոպիտ ասած հարցեր լուծել, այսինքն Թրամփը շատ թեթև ուրեմն ջանքեր գործադրելով կարողացավ հասնել նրան, որ օգոստոսի 8-ին այդ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվի, Հայաստանի հետ համապատասխան փաստաթղթեր ստորագրվեն եւ շատ մեծ նշանակություն ունի այստեղ նաեւ Թրամփի անձը։ Ինքը ինչքան էլ որ շատ է քննադատում ու տարբերվում նախորդ նախագահներից, ընդ որում եւ հանրապետական եւ դեմոկրատ, ինքը անձնապես խաղաղություն հաստատելը համարում է կարևոր բան, այդ հարցում ինքը հետևողական է։ Իսկ Միացյալ Նահանգների ամբողջ այդ երկրորդ համաշխարհային պատերազմյան քաղաքականությունը ուղղված է նրան միջազգային ինստիտուտներ ստեղծելով եւ մնացած ամեն ինչով, որ աշխարհում հաստատվի խաղաղություն, առևտրային ճանապարհները գործեն, ամբողջ աշխարհում բարեկեցություն հաստատվի։ Այսինքն ինքը ինչքան էլ որ հակադրվում է նախկիներին, մեկ է այդ հիմնական հիմնարար արժեքը աշխարհում խաղաղություն հաստատելը Թրամփի մեջ կա եւ Հայաստանի դիվանագիտությունն էլ կարողացավ շատ լավ օգտագործել այդ հանգամանքը, օգտագործել նաեւ Թրամփի այն հատկությունը, որ ինքը սիրում է, երբ իր անձը շոյում են։ Ինքը շատ է սիրում, որ իր անձը կապվի նրա հետ, որ իր շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը, որ տասնամյակներ պատերազմի մեջ էին, ինքը եկավ եւ այդպիսի մի հարց լուծեց։ Ուզում եմ ասել, կա Ամերիկայի տասնամյակներով հաստատված այդ տենդենցը աշխարհում խաղաղություն հաստատելու եւ դրան գումարվեց Թրամփի անձը ու նաեւ այն, որ Հայաստանը կարողացավ ճիշտ պահին, ճիշտ կողմնորոշվել եւ գտնել, թե ինչ ձևով կարելի է ազդել Միացյալ Նահանգների նախագահի վրա, որպեսզի նա ինչ-որ ջանքեր գործադրի եւ այս խաղաղությունը հաստատվի տարածաշրջանում։ Այսինքն սա մեծապես հայկական դիվանագիտության հաղթանակ կարելի է համարել։ Իհարկե, հայկական դիվանագիտության հաղթանակ ես համարում եմ, այս գործոնը շատ կարեւոր է, լավ աշխատեց Հայաստանի դիվանագիտությունը Նիկոլ Փաշինյանը եւ կարծում եմ նաեւ դեսպանատունը, ընդհանրապես արտգործնախարարությունը, բայց ինչքան էլ իրանք լավ աշխատեին, եթե չլիներ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ աշխարհում խաղաղություն հաստատելու այդ մղումը եւ եթե չլիներ Թրամփի այդ անձնական էքցենտրիկությունը եւ այն, որ ինքը շատ է սիրում, երբ որ գովում են իրեն, միգուցե այս աստիճան հաջողությամբ այս process-ը տեղի չունենար։ Ես հիմա դժվարան մինչև Թրամփի ընտրվելը ես կարծում էի, ես այն մարդկանց թվում էի, որ կարծում էր, որ դեմոկրատական կուսակցությունից նախագահ Միացյալ Նահանգներում Հայաստանին ավելի ձեռնտու կլինի, որովհետև Հայաստանը դեմոկրատական երկիր է, իսկ դեմոկրատական կուսակցությունը Միացյալ Նահանգներում շատ ավելի մեծ նշանակություն է տալիս դրան։ Ասենք իրենք նայում են աշխարհին, ով որ դեմոկրատական է, նրանց ավելի լավ աչքով են նայում։ Բայց պարզվեց, բայց հիմա ես կարծում եմ, որ իրականում կարծես թե Թրամփը շատ ավելի կոպիտ ասած ձեռնտու եղավ Հայաստանի շահերի տեսակետից մեզ, քան թե եթե Թրամփի փոխարեն լիներ դեմոկրատական ինչ-որ ղեկավար։ Հետո նրան մի քիչ անհասանելի են դեմոկրատական կուսակցության, մի քիչ այնտեղ շատ ինստիտուցիոնալիզացված է, այդպես ուղիղ կապեր մեր արտաքին դիվանագիտությունը ու վարչապետը շատ չէին կարողանում ունենալ Միացյալ Նահանգների այդ դեմոկրատական ղեկավարների հետ,
փորձում էին Բայդենի հետ հանդիպում, բայց կարծես թե չէր ստացվում։ Իսկ տեսեք, Թրամփի հետ շատ արագ ստացվեց, նաև Վենսը այցելեց Հայաստան, ես վստահ չեմ, որ դեմոկրատական կուսակցության դեպքում փոխնախագահի այցելություն Հայաստանում մենք ունենայինք։ Ուզում եմ ասել, այս առումով Տրամփի անձի ուրեմն դերը ես կարծում եմ այստեղ կարևոր էր ու շատ լավ եղավ, որ ամենաառավելագույն բարենպաստ ձևով օգտագործվեց մեր կողմից Տրամփի այդ անձնական որոշ հատկանիշներ։ Պարոն Մանուկյան, իսկ թրիփի շուրջ եղած ամենատարբեր շահարկումները, հատկապես խորհրդարանական ընդդիմության կամ որոշ շրջանակների կողմից, դրանք ինչպես հասկանալ։ Նախ թրիփը որակվում է թուրք-ադրբեջանական պրոյեկտ, գիտեք, որ թրիփը մինչև հիմա համարվում է միջանցք, որոշ շրջանակների կողմից նրանք հայտարարում են, որ դա այո միջանցք է, հայկական կողմը այստեղ զիջել է, եւ վերջին հայտարարությունները հատկապես Վենսի այցին Նախաշեմին նրա մասին էին, որ թրիփը այո թուրք-ադրբեջանական պրոյեկտ է տարածաշրջանից Ռուսաստանին դուրս թողնելու համար։ Ընդհանուր առմամբ ինչի մասին են այս շահարկումները եւ ինչի մասին է նաեւ թրիփը։ Դրանք այնքան անհիմն պնդումներ են, որ կարծում եմ նույնիսկ խորանալու եւ անդրադառնալու կարիք չկա, ընդհանրապես կարելի է այսպես գլոբալ պատկերը այն է, որ Հայաստանում Միացյալ Նահանգները համաձայնեց իրականացնել բավականին մեծ մեգանախագծեր, ինչը նշանակում է, որ Հայաստանը ուրեմն դառնում է վստահելի գործընկեր Միացյալ Նահանգների համար եւ Միացյալ Նահանգները վստահություն ունի, ինչպես որ վարչապետ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը 99 տարի, ուրեմն առնվազն 99 տարի գոյություն է ունենալու որպես ինքնուրույն անկախ եւ Միացյալ Նահանգներին գործընկեր պետություն եւ այս նախագծերի հետ կապված էլ այստեղ ընդամենը հիմա կարծում եմ մի հարց կա, որ այդ երկաթուղիները եթե թրիփը իրականացվում է եւ դա ուրեմն հայ-ամերիկյան ուրեմն գործընթաց ու պրոյեկտ է, կարծում եմ, որ ինչ որ մի պահի, ընդ որում տնտեսագետներն էլ են նշում, որ այս պարագայում, որպեսզի Հայաստանը իսկապես այդ երկաթուղային հանգույցի իր դերը կատարի, շատ կարևոր է նաև, որ երկաթուղու են մնացած հատվածները, ասենք Գյումրի ախուրիկը աշխատի, Մեղրիով Նախիջևան այդ հատվածները, ուրեմն այդ բոլորը որպեսզի աշխատեն, կարևոր է նաև, որ Միացյալ Նահանգները կամ գոնե ինչ-որ երրորդ չեզոք երկիր կառավարի Հայաստանի երկաթուղիները։ Այսինքն ոչ Ռուսաստանը։ Այո, ոչ Ռուսաստանը։ Եվ ինչպես վարչապետը նշեց, Հայաստանին ուղղակի ասվել է ուղիղ, որ մենք չենք վստահում Ռուսաստանին, ինչ ուզում է լինի, որ այդ երկաթուղայի մնացած հատվածները, այդ երկաթուղային հատվածները իր վերահսկողության տակ են, նույնիսկ եթե շինարարություն իրականացնեն, սարքեն ռուսները այդ երկաթուղիները միևնույն է, վստահություն չկա Ռուսաստանի նկատմամբ։ Եվ հետեւաբար լավ կլինի ինչ որ մի երրորդ երկիր լինի։ Ես կարծում եմ այս հարցը արդեն բարձրացվել է, այս հարցն էլ է լուծվելու, բայց ինձ նաև թվում է, որ այնուամենայնիվ սա էլ է մի տեսակ միջանկյալ լուծում, ասենք, եթե Ղազախստանը կամ Քուվեյթը լինի, ի վերջո սա ամերիկացիները պետք է նաև դեր ու ազդեցություն ունենան նաև ամբողջ Հայաստանի երկաթուղային երկարաժամկետում ինձ թվում է, որ գործընթացը տանելու է դրան եւ դա է տրամաբանականը։ Իսկ ռուսական գործոնը, պարոն Մանուկյան, ինչ է կարծում Ռուսաստանը հեշտ է համակերպվելու դրա հետ, որովհետեւ վերջին շրջանում վերջին 1 ամսվա ընթացքում հատկապես ամենօրյա ռեժիմով, գիտեք, հայտարարություններ են հնչում ռուսական կողմից այն մասին, որ նախ Ռուսաստանը պիտի մասնակցություն ունենա թրիփում, առանց Ռուսաստանի հնարավոր չէ թրիփը կյանքի կոչել, որովհետև այնտեղ ռուս սահմանապահների վերահսկողության գոտին է, նաև շատ է խոսվում կամ հիշեցնում են մեզ այն մասին, որ մեր տեղն են հիշեցնում կոպիտ ասած, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, ՀԱՊԿ անդամ երկիր ենք, ՀԱՊԿ-ից դուրս չենք եկել ըստ Մոսկվայի մեկնաբանության, եւ նաև երկաթուղու գործոնն է հատկապես մատնանշվում։ Հիմա ինչպես հասկանալ հայտարարությունը, որովհետև այստեղ տեսեք շատ տարբերվում են Երևանի դիրքորոշումները ու Մոսկվայի դիրքորոշումները։ Երևանի դիրքորոշումը հստակ է, որ թրիփում Ռուսաստանը չի կարող ինչ-որ ազդեցություն ունենալ, հետևաբար եւ նաեւ Երևանը, որ ասել է կոնցեսիոն կառավարումը Ռուսաստանից վերցնելու ուրեմն այդ հարցը դրված է սեղանին, գործընթացը կարծում եմ ի վերջո գնալու է նրան, որ Ռուսաստանը ուրեմն այլևս չզբաղվի այդ կոնցեսիոն կառավարմամբ երկաթուղիների։
Ձեր հարցը այն է, թե կհամակերպվի, թե ոչ։ Ես կարծում եմ, որ այո, համակերպվելու է վաղ թե ուշ, որովհետև մենք նման խոչընդոտներ չի ստեղծի նկատի ունեմ։ Ինչ խոչընդոտ պետք է ստեղծի։ Բոլոր դեպքերում մենք նման կոշտ արձագանքներ 2023 առնվազն թվականից, եթե չհաշվենք 20 թվականից, լսում ենք ռուսական կողմից, բայց Հայաստանն էլ կարողանում է այնպիսի զգուշությամբ աշխատել Ռուսաստանի հետ, որ այնուամենայնիվ մինչև հիմա ինչ որ շատ կոշտ հակազդեցություն կամ վնաս Հայաստանին դեռ չի տրվել։ Իսկ այդ կոշտ արձագանքները ինչի մասին են։ Պարզապես հիշեցում եմ, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, հապկից դեռ դուրս չի եկել, թե դրանք նաև իրենց մեջ որոշակի, այսպես ասեմ, սպառնալիք են պարունակում։ Սպառնալիք են պարունակում, բայց ինչ կարող է անել Ռուսաստանը Հայաստանի հետ։ Ընդհանրապես կարող են Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքները ինչ որ տեխնիկական կամ ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով արգելել, դա էլ են օգտագործելու, բայց դա էլ է իրանց ի վերջո վնասելու, եւ Հայաստանն էլ անընդհատ ցույց է տալիս, որ այս նախագծերը, որ իրականացվեն, դուք էլ սրանից կարող եք օգտվել, այս ճանապարհներից օգտվել։ Ճիշտ է, դուք չեք կառավարում, ազդեցություն չունեք, բայց դուք էլ կկարողանաք սրանից օգտվել։ Այսինքն Հայաստանը միշտ փորձում է ցույց տալ, որ ինչ էլ որ անում ենք, նախ ստիպված ենք անում կամ ձեր գործունեության հետևանքով կամ արևմուտքի կամ այլ երկրների ուրեմն հորդորով կամ հրանգով ստիպված ենք անում, մենք անձամբ ձեր դեմ ինչ որ բան չունենք։ Մյուս կողմից էլ մենք ասվում է Հայաստանի կողմից, որ մենք առավելագույնը անում ենք, որ նաև ձեզ օգուտներ լինի։ Ես կարծում եմ ի վերջո նրանք հաշտվելու են ստեղծված իրավիճակի հետ, նաև որովհետև ազդելու ուրիշ լծակ չունեն, բացի այդ արտահանման մեր արտահանվող ապրանքների վրա արգելքը դնելուց, դա էլ մենք գիտենք արդեն ու այս նախագծերը, որ սկսեն աշխատել, երկաթուղիները աշխատեն, հայ-թուրքական սահմանը բացվի, մեր արտահանողները շատ ավելի լավ ու լայն հնարավորություններ էլ կստանան։ Հիմա այդ Ռուսաստանի կողմից այդ սպառնալիքներն ու խոչընդոտները այդքան մեծ նշանակություն մեր վրա չեն ունենա երկարաժամկետում։ Պարոն Մանուկյան, ասում եք ազդելու լծակներ չունեն, բայց ռուսական կողմը նաև, այսպես ասեմ, մեծ խաղադրույքներ, եթե կարելի է այդպես ասել, ճակերտավոր խաղադրույքներ է կատարել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Գիտեք, ուժեր կան, որոնք անթաքույց հայտարարում են, որ օրինակ նույն թրիփը չի կարող լինել միայն մեկ երաշխավոր կողմի, այսպես ներկայությամբ Միացյալ Նահանգների, թրիփը պետք է ունենա երկրորդ երաշխավոր, այն է Ռուսաստանի Դաշնությունը, երրորդ երաշխավորի մասին է խոսվում Չինաստանի մասին, նույն Կարապետյանները գիտեք, նման հայտարարություն են արել, Ռոբերտ Քոչարյանն է նման հայտարարությամբ հանդես եկել եւ կարծես թե նախընտրական տրամաբանության մեջ Ռուսաստանը իր հույսը հենց կապում է նման ուժերի հետ։ Ինչ եք կարծում, նման ուժերը չունեն այդ շանսը վերարտադրվել, ապա կյանքի կոչել նաեւ իրենց այդ հայտարարությունները։ Դա կորոշեն քվեարկողները այս տարվա ընտրություններում, բայց այդ տեսեք դուք ասեցիք Ռուսաստանը խաղադրույք է կատարում նրանց նկատմամբ։ Ես կարծում եմ, որ այդ ուժերը շատ ավելի շատ խաղադրույք են կատարում Ռուսաստանի վրա, այն հույսով, որ իրենք այդձև հանդես գալով Ռուսաստանը իրենց կաջակցի եւ իրենք կգան իշխանության, քան թե Ռուսաստանը իրականում այդ հնարավորություններն ու ուժը ունի։ Տեսեք, գործնականում ինչ ձևով են կարողանալու այդ ուժեր կամ Ռուսաստանը ազդել մեր ընտրությունների վրա, բացի այդ ուրեմն տարածված մեթոդներից, երբ որ սխալ ինֆորմացիայի կեղծ լուրերի Facebook-ով եւ այլ սոցիալական ցանցերով մարդկանց ուղղակի ահաբեկում են այդ կեղծ լուրերով, ստահոդ լուրերով, ակնհայտ ստահոդ լուրերով, ուրեմն կարող են Ռուսաստանի հայրին Սամվել Կարապետյանի հետ կապված ուժերով բան բերել Հայաստանում, որտեղ նրանք քաղաքացի են, չէ, ասենք քվեարկություններին մասնակցել տան։ Այսպիսի բաներ մենք տեսել ենք նաև Մոլդովայում, երբ որ Մոլդովան քիչ ընտրատեղամասեր բացեց Ռուսաստանում, Ռուսաստանից այդպես չարտերային չվերթներով մարդկանց տանում էին, ասենք Ադրբեջանում էին քվեարկել տալիս։ Հիմա այդպես կբերեն, չգիտեմ ինչքան մարդ կկարողանան բերել, Հայաստանում քվեարկել տալու, հա, Հայաստան քաղաքացի են, չես կարող արգելել։ Այդ տեսակ ինչ որ բաներով են իրենք փորձելու ազդել, բայց միևնույնն է ես կարծում եմ, որ այդ ապատեղեկատվական արշավի դեմ առնելու կարողություններ Հայաստանը արդեն սկսում է ձևավորել,
իդեալական չեն աշխատելու, բայց զգալի չափով կչեզոքացնեն այդ Ռուսաստանի ազդեցությունը։ Այդ ռուսաստանցի Հայաստանի քաղաքացիներին բերելու հետ կապված ես չգիտեմ ինչ կարելի է անել, այդ ռիսկն էլ կա, բայց միևնույնն է, ասենք հո չեն կարող 300,000 մարդ բերել, չէ, որ 300,000 ստեղ իրենց համար ապավեն։ Հետո վստահ չեն, որ բոլորին բերեն, բոլորը գնալու են քվեարկեն, ասենք Սամվել Կարապետյանին։ Այդ ռիսկը կա։ Ես չգիտեմ այդ ինչ կա ռիսկը կա, որ ասենք մի 15-20,000 կբերեն, չգիտեմ, բայց դա եթե Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկում է ընդդեմ այդ ուժերի, դա թիվ չի կազմելու, էլի։ Դրա համար միևնույնն է որոշումը կայացնելու են Հայաստանի քաղաքացիները, ռեզիդենտ քաղաքացիները, ովքեր մշտական բնակություն ունեն այստեղ եւ իրենք քվեարկելու են, կտեսնենք արդյունքները։ Իսկ ինչպես հասկանալ նաեւ այդ մոտեցումը, այսպես ասած, մեր ձևով շարժումը, որ հիմա վերածվեց կուսակցության ուժեղ Հայաստան, հիմա փաստորեն իրենք հայտարարեցին, որ իրենց վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է, 2 օր հետո մտափոխվեցին, հիմա արդեն Նարեկ Կարապետյանն է, ըստ էության այնտեղ օրենքի հետ կապված խնդիր ունեին, սահմանադրությունն էին փորձում շրջանցել։ Ինչպես հասկանալ այս մոտեցումը, պարոն Մանուկյան, այսինքն ինչի արդյունք է սա, պարզապես չեն տիրապետում ինֆորմացիային կամ ընտրական process-ներին, անհասկանալի իրավիճակ է ստեղծվել։ Իրենք այդ ամբողջ միջավայրը դա ռուսական միջավայր է, իսկ Ռուսաստանում դեմոկրատական process-ներից ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչպես է դա աշխատում եւ դրա համար երբեմն այնպիսի հայտարարություններ են անում, որ ծիծաղ կարող է առաջացնել կամ անլուրջ են ընկալվում մեր հանրային դաշտում իրենց արած այդ հայտարարությունները, դա մի կողմն է, բայց ես շատ կկարևորեի այն հանգամանքը, որ ուրեմն ըստ էության Հայաստանի օրենսդրությամբ կա կուսակցությունների ֆինանսավորման լիմիտներ, կարգավորումներ եւ կա ուրեմն այն, որ բարեգործական կազմակերպությունները չեն կարող քարոզչությամբ զբաղվել։ Տեսեք, Սամվել Կարապետյանի հանգամանքը այն է, որ ինքը միլիարդատեր է եւ հենց դրանով Հայաստանում ինչ որ սպասելիքներ ունեն, ինչ որ քաղաքական շրջանակներ, նյութական սպասելիքներ կամ կարիերայի եւ այլն, եւ իրենք մտածում են, թե միլիարդատերը, երբ որ քաղաքականություն է մտնում, հատկապես Հայաստանի նման երկրում, ուրեմն էսի շատ մեծ ուժ է եւ այդ սպասելիքը ու նաեւ այն ինչ որ չափով նաեւ այն, որ հանրային դաշտում անդադ խոսվում է իրենց մասին, ընդ որում իշխանություններն էլ անդադ անդրադառնում են նրան։ Այսպես Փուչիկի նման մեծացնում է դա եւ մարդկանց թվում է, թե այդտեղ ինչ որ մեծ ուժ կա։ Եվ սա իրականում հենց այդ մեր սպասելիքները, մեր անդրադարձը մի քիչ մեծացնում է այդ փուչիկը։ Բայց այդ Հայաստանի օրենսդրության որոշակի կարգավորումները, եթե դրանք հետևվում են, եւ եթե նաեւ կարողանան այնպիսի կարգավորումներ մտցնել կամ որ ոչ մի այնպիսի կարգավորումներ մտցնեն, որ այդ սկզբունքները չշրջանցվեն, որ քաղաքականության մեջ չի կարող մի մարդ, ասենք միլիարդավոր դոլարներ ծախսել եւ գնել բոլորին, հա, դա քրեորեն արգելված է։ Հիմա ինքը կարող է փորձել տակից ինչ որ այլ մեխանիզմերով փողեր ծախսել, որ դրանով կարողանա ձայներ ապահովել իր համար, հա։ Ենթադրենք այդ ընտրությունների շրջանում իր հետ փոխկապակցված անձանց կազմակերպություններում ու ընկերություններում հանկարծակի մի 50-60 հազար աշխատողներ գրանցվեն, հա, ասենք մարդկանց վերցնի ինչ որ միտեղ աշխատող գրանցի այն բանով, որ այդ մարդը գնալու է իրեն ընտրի, հա։ Այսպիսի ստվերային մեխանիզմների դեմ, եթե Հայաստանի իրավական համակարգը կարողանա ազդել, ես կարծում եմ Սամվել Կարապետյանի ուժը նույնիսկ նվազագույն շեմը հաղթահարել չի կարողանալու, բայց մեր նման աղքատ երկրներում եւ դեռևս լավ չկայացած դեմոկրատական երկրներում այդ միլիարդատերերի էֆեկտը կա, որ ինքը ոչ մի բան չանի, միևնույնն է, մարդիկ ինչ որ մեծ սպասելիքներ ունեն եւ այդտեղ ինչ որ մեծ ուժ են տեսնում։ Հիմա կտեսնենք ոնց կարձագանքի Հայաստանի իրավական համակարգը, նախ կտեսնենք իրենք կհամարցակվեն, ինչ որ այդպիսի ստվերային ճանապարհներով փողեր ծախսել, որ կարողանան իրենց ձայները ապահովել, թե չէ։ Կհամարձակվեն
Համարձակվելուց հետո կտեսնենք իրավապահ համակարգը կկարողանա դրա դեմը առնել թե չէ, եթե իրենք չհամարձակվեն կամ եթե իրենք համարձակվեն, իսկ իրավապահ համակարգը դեմը առնի, ես վստահ եմ, որ իրենք 4-5%-ից ավել ձայնել չեն հավաքելու։ Եվ վերջին հարցը Պարոն Մանուկյան, անդրադառնանք նաև ոչ թե եկեղեցու, այլ բարձրաստիճան որոշ հոգևորականների շուրջ տեղի ունեցողին։ Այսօր ՀԱԿ-ն է հայտարարությամբ հանդես եկել, որ անվերապահ աջակցում է Մայրաթորին եւ նաև կաթողիկոսին, նաև որոշ քաղաքական, եթե կարելի է նրանց քաղաքական անվանել, քաղաքական որոշ դերակատարներ եւ կամ ուժեր են նման հայտարարությամբ հանդես եկել, որ իշխող ուժը անցել է բոլոր կարմիր գծերը վարույթ նախաձեռնելով Գարեգին Բ-ի դեմ։ Ընդհանուր առմամբ հասկանանք ինչ է կատարվում ըստ ձեզ եւ նաև արդյոք վերջին զարգացումները կարող են Գարեգին Բ-ին կաշկանդել եւ կամ զսպել, որպեսզի ներգրավվածություն չունենա որևէ նախընտրական կամ քաղաքական process-ներում, թե առաջիկայում մենք կտեսնենք կրկին, որ Գարեգին Բ-ն այնուամենայնիվ իր հայտարարություններով եւ գործողություններով մասնակցելու է այդ process-ներին։ Հարցի առաջին մասին ինչ է կատարվում։ Եթե շատ կարճ ասենք, եկեղեցին Հայաստանում որոշեց, որ ինքը պետք է զբաղվի քաղաքականությամբ եւ բռնի ուժով եկեղեցու ղեկավարությունը փորձեր կատարեց բռնի ուժով Հայաստանում տապալել հաստատված օրինական դեմոկրատական կարգը։ Սա ուղղակի անթույլատրելի է։ Սա անթույլատրելի է այն պատճառով, որ բռնի ուժով իշխանություն տապալելը դեմոկրատական նախ շատ վատ երևույթ է, երկրորդ կողմից սա անթույլատրելի է, որ դա անում է եկեղեցին մի կառույց, որը որ պետությունից եւ քաղաքականությունից պետք է անջատ լինի։ Իրենք հոգեվորականները այո կարող են գնալ քվեարկել ում ուզում են, բայց իրենք չեն կարող քարոզ անել եկեղեցում, քաղաքական քարոզ անել, քաղաքական ուրեմն եւ փորձել անել այդ բռնի իշխանափոխություն անել, հա, Հայաստանում։ Այդ սկզբունքը պետության եւ եկեղեցու տարանջատման հենց սրա համար է նախ եւ առաջ ՀԱԿ-ի նմանները եւ այլ կուսակցությունները, ովքեր որ այդ սկզբունքը մեջ բերում են եւ ասում են, որ պետությունը խառնվում է եկեղեցու գործերում, նրանք ուղղակի դիտավորությամբ անտեսում են այն հանգամանքը, որ իրականում Հայաստանի իշխանությունն ու պետությունը երկար ժամանակ հանդուրժել է եկեղեցու այդ անթույլատրելի վարքագիծը։ Ընդ որում տեսեք այդ եզրակացությանը, որ պետությունը եւ եկեղեցին պետք է իրարից անջատ լինեն։ Մարդկությունը հասել է հազարամյակների ուրեմն ավերածությունների, արյունների գնով։ Սա շատ կարևոր սկզբունք է, որ եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Արևմտյան երկրներում, տեսեք, կան կուսակցություններ, որոնք ունեն քրիստոնեա դեմոկրատական, քրիստոնեություն բառը նաև այդ կուսակցությունների վրա դրված է, բայց դա այնպիսի մի մոդել է, որ եթե շատ եք ուզում քրիստոնեական արժեքներ եւ այլն քաղաքականությունում լինի, դա պետք է լինեն աշխարհիկ մարդիկ, դրանք գնան այդպես զբաղվեն դրանով։ Այդ ամենակարևոր սկզբունքը հենց եկեղեցին է Հայաստանում խախտել եւ չի կարող եկեղեցու ղեկավարությունը, ովքեր որ նման փորձեր է անել, մնալ Հայաստանում եկեղեցու ղեկավարություն։ Սա շատ կարևոր սկզբունք է։ Սա է հենց սահմանադրության, այդ պետության եւ եկեղեցու անջատման ոգին, իսկ այդ ուժերը եւ կուսակցությունները փորձում են այդ սահմանադրության տառը մեկնաբանել բավականին միակողմանիորեն ու իրենց զուտ իշխանությունների դեմ պայքարում վտանգավոր ուրեմն դրույթներ են ասում եւ սխալ ձևով են մեկնաբանում, որը ես կարծում եմ հանրության մեծամասնության կողմից չի էլ հասկացվում, թե ինչ են ասում։ Այնտեղ ինչ որ դրույթներ էին բերել ուրեմն խղճի ազատության կարծեմ մասին օրենքի հետ կապված, բայց էլի ամենագլխավոր սկզբունքը, որը որդեգրվել է աշխարհի կողմից, որ բարձրաստիճան եկեղեցու ղեկավարությունը չի կարող զբաղվել քաղաքականությամբ, այն էլ ահաբեկչական քաղաքականությամբ, ինչը մեր դեպքում տեղի ունի, սա այսպես ամենակարևորը թողնում են մի կողմ եւ կողքից ինչ որ օրենքի տառի ինչ որ հատվածներ վերցնում են, մեկնաբանում են իբր թե իշխանությունը սահմանադրություն է խախտել։ Իշխանությունը սահմանադրությունը կխախտի սահմանադրության ոգին եւ ոչ միայն սահմանադրության ոգին է, այդ մարդկության ամենակարևոր քաղած դասերից մեկը, որ չի կարելի թույլ տալ բարձրաստիճան եկեղեցականներին զբաղվել քաղաքականությամբ։ Այդ ամենակարևոր սկզբունքը կխախտի, եթե
եկեղեցու ղեկավարությունը այս ամեն ինչ անելուց հետո շարունակի մնալ անպատիժ։ Եվ ընդ որում իրենք իրենցից օրենքից դուրս են դնում նաև հենց այս դատական ակտը չկատարելու առումով։ Եվ նաև անօրինական են համարում, որ վարույթ կարող է նախաձեռնել Գարեգին Բ-ի դեմ։ Հա, այսինքն այդ մեկնաբանությունը այն է, թե եկեղեցին ինչ ասես կարող, հիմա ինչ եկեղեցին կարող է իր տարածքում, ասենք, բերել ստրուկներ պահել, հա, կամ ինչ ասես անի, պետք է ասենք, թե պետությունը իրավապահ մարմինները իրավունք չունեն այդ տարածքում, ասենք, ենթադրենք բերեն ինչ որ պայմանագիր են ստորագրել տալիս ինչ որ մարդու, կամ առանց պայմանագրի ասում են դու պիտի ստեղ ստրկություն անես։ Մեր կառուցվածքի մեջ է։ Հիմա ՀԱԿ-ը կհելնի կասի դե քանի որ այդ կառույցի ներքին գործերին պետությունը չի կարող միջամտել, ուրեմն այդ կառույցը իր ներքին կառուցվածքով կարող է ստրուկներ պահել, հա, եւ շահագործել մարդկանց, հա։ Դա այդ տրամաբանությունն է դուրս գալիս, երբ որ իրենք նման հայտարարություններ են անում։ Իսկ Գարեգին Բ-ն քաղաքականության մեջ այնուամենայնիվ կմտնի նախընտրական շրջանում նկատի ունեմ հայտարարություններով հանդես կգա, թե այս ամենին որոշակիորեն կկաշկանդի նրան։ Ես չգիտեմ, ես զգում եմ, որ իմ կարծիքով Հայաստանի իշխանությունը որդեգրել է ինչպես որ Փաշինյանը ասեց, իրենց կողմից պատկերացրած ամենակիչ ցավոտ տարբերակը, այսպես աստիճանաբար ուզում են համոզել իրեն, որ ինքնուրույն գնա, բայց ես կարծում եմ ինքը չի գնալու ինքնուրույն։ Ես կարծում եմ, որ ինքը ձգում է նաև process-ը, այն հույսով, որ Հայաստանում իշխանափոխություն կլինի եւ իրեն այլևս ձեռ չեն տա։ Եվ ես կարծում եմ, որ եթե Հայաստանի իշխանությունը եւս գա այն եզրակացության, որ դե լավ, թողնենք հիմա, մինչև ընտրություններ թող մնա ինքը էջմիացնում, դրանից հետո կզբաղվենք իրանով, ես կարծում եմ, որ սա սխալ մոտեցում է։ Ճիշտ կլինի հնարավորինս արագ այդ մարդուն ուղղակի արդեն հեռացնել, ձևեր կան, ես սրանց մասին եմ խոսել, այդ եկեղեցական ժողով կազմակերպելու ձևերով, արդեն բավականին հոգևորականներ մոտ մի 10 հոգի նաև բարձրաստիճան հայտնել են, որ իրենք Գարեգին Կտրիչ Ներսյանին չեն ճանաչում որպես կաթողիկոս, նրա հրահանգները ըստ էության չեն կատարվում, ինքը ինչ որ մարդկանց կարգալույծ է հռչակում, բայց այդ մարդիկ շարունակում են իրենց գործունեությունը։ Ես կարծում եմ չպետք է թույլ տալ, որ իրավիճակը այս ձևով հասնի մինչև ընտրություններ, առաջիկա մի քանի ամսում պետք է այդ ամեն ինչը լուծվի։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան։ Խնդրեմ, ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքագետ Հրայր Մանուկյանն էր, կհանդիպենք։